կողմից հայտարարություն էր գերիների ազատ արձակման վերաբերյալ, ինչ եք կարծում, ինչ ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա։ Այդ հայտարարությունը անողին է պետք է հարցնել, մենք անընդհատ դրանով զբաղվում ենք, անընդհատ դա առաջ ենք տանում եւ հուսանք, որ այդ հայտարարությանը կհետևի հստակ քայլեր եւ դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար։ Հստակ քայլ ասելով ինչ նկատի։ Չգիտեմ, թող զանգեն, պայմանավորվեն, ոնց են մեր քերիներին, մեր մարդկանց հետ տալի բոլորին անխտիր, անկախ որ ժամանակ են գերեվարվել։ Դուք որտեղ եք պատկերացնում այս խաղաղության պայմանագրի ստորագրումը, որտեղ եք Ես կարծում եմ, որ ես նման պատկերացումներով ոչ կիսվելու իրավունք ունեմ, ոչ այդպես բաների մասին մտածելու չկա տենց խոսակցություն, չեմ կարծում, որ այդ խոսակցության մենք որևիցե շատ քիչ տարբերակներ կան, որ ես օրինակ որպես անձ դեմ կլինեմ, որ այնտեղ եւ այդ այսպես ասած վկաների եւ միջնորդության դեպքում լինի, շատ քիչ տեղ կա, իմ համար կարևորը պայմանագիրը կնքվի եւ գործի։ Թույլ տվեք չասեմ կգուշակեք կարծում։ Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի խաղաղության պայմանագրի նման փաստաթղթով։ Չի, որ ոնց կարա մեկը մի բան հայտարարի, երբ որ նույնիսկ տեքստին ճանաչ։ Չուզում հասկանամ, այդ ինչպես գործընկերս նշեց, ենթադրում եմ, որ դա նոր կապիտուլյացիա է։ Ենթադրում են թող խաչակնքվեն, ասում եմ ենթադրվում են թող խաչակնքվեն։ Ոնց կարա լուրջ քաղաքական գործիչը պայքարի մի տեքստի դեմ, որը չի տեսել։ Ես անկեղծ չեմ հասկանում։ Թող պայքարի իշխանության դեմ, թող պայքարի, չգիտեմ, խաղաղության դեմ, պայմանագիր կնքելու դեմ, թող պայքարի, չգիտեմ, իմ դեմ, ինչ որ մի բանի դեմ թող պայքարի, որը որ շոշափելի է կամ տեսել է, բայց ոնց կարա լուրջ քաղաքական գործիչը պայքարի մի տեքստի դեմ, որը չի տեսել։ Չէ, մի րոպե, հրապարակենք տեսնենք, այդ ուրիշ խոսակցություն է։ Ոնց կարա լուրջ քաղաքական գործիչ տենց Լավ, ոնց վերադառնանք երկուսի համար է, եթե մենք զիջում ենք, ինքը չի զիջում, ուզում հասկանամ, այդ ինչ ենք մենք զիջում, որ երկկողմանի է, որ Ադրբեջանը չի համարում իր համար զիջում, մեր լուրջ ընդդիմադիր գործիչները համարում են, ցավում եմ, բայց գիտակցված թե չգիտակցված շատ վատ բան են անում Հայաստանի Հանրապետության անկախության համար ձեր նշած քաղաքական գործիչները։ Իրանք, ինչպես ասեց վարչապետը, մայակներ են, թե որտեղ մեր հակառակորդը պետք եւ պետքա հարվածի, մայակներ են, գիտակցված, չգիտակցված 5-րդ Շարասյան դերն են իրանց վրա վերցնում, Հայաստանի Հանրապետության շահին, անկախությանը հարվածողի դերն են, հաճախ լինում է չգիտակցված, անկեղծ եմ ասում, մարդիկ կան, որոնք գիտեն, որ չգիտակցված են դա անում, բայց չի կարելի երկկողմանի պայմանագիրը, երբ բոլոր կետերը, բոլոր 17-ը երկկողմանի է, օրինակ բերեք, թող իրանք օրինակ բերեն, ասեն, որ երկկողմանի պայմանագրի մեջ, չէ, միակողմանի չի, ռուսական ուժը պայմանական նոր քննարկում ենք, որը որ նարատիվ է, ինչ որ ձևավորված, հենց նույն Լաչինի Միջանսկի, ասում Լաչին, Զանգեզուրի Միջանց, որ ինքը ասում է, այդ իր նարատիվը չի, այդ ցանկությունը հակառակ կողմը չունի, չի ունեցել, չի ստորագրել դրա տակ, ունեցել է, չէ, բա որ ֆիքսում ենք, այն պայմանական դուրս է գալիս, այն պայմանական նրա ճանապարհը չի փակվում, տենց ո՞նց է ալնում, ժողովուրդ պետքա մի բանից խոսալու առաջ գոնե տեքստը կարդաս, լուրջ չի դա։ Պարոն Սիմոնյան, հարցն է, որ մեր հայցերը, օրինակ միջազգային իրավական հայցերը, վերաբերում են արցախցիների կյանքի իրավունքին, նրանց տեղահանման, այսինքն մարդու անմիջական իրավունքների հետ են կապված։ Ադրբեջանին է կապված ինչ-որ ենթադրյալ գույքային վնասների հետ, չգիտեմ, օկուպացիայի հետ, այսինքն նույն նժարի վրա դնելու հայցեր չեն, էլի։ Չէ, սխալ եք։ Դուք ծանոթ եք բոլոր հայցերին։ Իսկ չեք լսել, որ ադրբեջանական կողմը խոսում է վերադարձի մասին, որ ունեն հայցեր եւ ունեն մարդիկ, որոնք հայտարարում են, որ իրանք Հայաստանի Հանրապետության մեջ գույքեր ունեն եւ այդ մարդիկ պետքա վերադառնան։ Այդ մասը չեք լսում, թե ձեր չի տալիս այդ մասը։ Իա լուրջ։ Դե արի ես ու դու նստենք որոշենք սա հիմնավոր է, դա անհիմն է։ Ասում ենք, ոնց մեզ դա անհիմն է, իրանք էլ ասում են ձեր բերած նա անհիմն։ Դե համար գույություն ունի դատարան։ Եկես թվում է իրանց հայցերը անհիմն են, մերոնք սա հիմնավոր են կամ իրանցը հիմնավոր են, մերոնք բան են։ Ինչու ենք հետ կանչում, թող դատարանը քվի բարձի։ Դա իրանք էլ են հետ կանչում, բայց այդ պայմանավորվածությունը երկկողմանի պայմանավորվածությունն է։ Քեզ թվում է մենք մեր հայցերը կրելու ենք, իրանք բոլոր իրանց հայցերը պարտվելու են, հա։
հայցերից են կամ իրանք էլ են մենք էլ ունենք հայցեր, որոնք որ փոխհատուցում են ենթադրում, մշակութային բան են ենթադրում, վնաս են հայտ է բան անում։ Ասում են սա Երևանում, ընդհանրապես Երևանին Երևան են ասում, ասում են սա Երևանում նույնիսկ են Կապուտ մզկիթն են ասում են իրանց, որը որ պարզա որ պարսկական է եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բան, նույնիսկ դա են ասում։ Այսինքն ես խնդրում եմ հայկական մոլորակից դուրս նաև էլի կյանք գոյություն ունի, էլի հասկացեք, որ մեր պատկերացումից դուրս նաև այլ պատկերացում կա ու բոլորը ամեն ինչը երկկողմանի է։ Դասացիները դες դատի են տալու, ասել են, որ եթե հետ կանչեք Հայաստանի իշխանությանը դատի են տալու։ Թող դատի տան, ինչ ասեմ։ Թող դատի տան։ Ես զարմանում եմ, որ իրանք չգիտես ինչի փոխանակ պայքարեն այն մարդկանց դեմ, այն իշխանության դեմ, այն իրանց վրա կրակողների, այն իրանց որ գերավոր իրանց դեմ, իրանք շատ տենց համառ ու դուխով պայքարում են մեր դեմ։ Մենք չեմպիոն ենք, չէ՞, մենք ինքներս մեր դեմ պայքարելու մեջ։ Դե տենց ուժեղ են, թող գնան պայքարեն այն մարդկանց դեմ, ովքեր որ իրական իրանց դեմ քայլեր է արել, ոչ թե սեփական երկրի ընտրված իշխանության դեմ։ Իրանք մեր երկրի դեմ հայց պետք է ներկայացնեն, լուրջ Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի հարկատուների դեմ, այն մարդկանց դեմ, ովքեր որ տասնամյակներ շարունակ իրանց աշխատավարձ տվել, իրանց պաշտպանել եւ վերջի տարիներին նաև շատ ավելի շատ իրանց աջակցությունը հայտնել, քան երբևիցե եղել այդ մարդկանց դեմ, այն մարդկանց դեմ ում երեխաները գնացել եւ զոհվել են, իրանք իրանց դեմ, իրանց հարկերի վրա պետք է հայց ներկայացնեն, թող ներկայացնեն։ Թող ներկայացնեն իրանց իրական մտադրությունները པարզ կդառնա բոլորին։ Այսինքն դա լուրջ է, դա ասելու բան է։ Ես էլ գործ կա, որ ես մտածում եմ, որ ես դրա իրավունք ունեմ դատի տամ, բայց ես Հայաստանի Հանրապետությանը դատի պետք է տամ։ Ես պետական պաշտոնյա լինելով հանդերձ, ես այս երկրի տղեն լինելով հանդերձ, այս երկիրը պետք իրանք տենց բան են իրանց կարողանում թույլ տան ասել։ Պարոն Սիմոնյան, եթե Բաքուն այս ընթացքում նոյեմբերի 9-ի կետերը չի կատարել, արդյոք ինչն է հիմա ստիպելու, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքելու դեպքում այդ կետերը իրականացնի եւ վտանգ չկա, որ մենք մեր կետերը այսպես պարտաճանաչ կկատարենք ու կստացվի, որ Հայաստանը միակողմանի է։ Այդ բանի այտենց խելագարության կանխավարկածից ենք խոսում, որը միշտ կա։ Ես չեմ ասում չկա։ Ինքը միշտ կա մեր աշխարհում, որ ասենք, չգիտեմ, անհավանական վերջի 5-7 տարին աշխարհում բոլոր անհավանական բաները տեղի են ունեցել։ Ռուսները ուկրաինացիների հետ են պատերազմում, կանադացիները ամերիկացիների հետ են պատերազմում, ասենք Ամերիկան պատրաստվում է Գրենլանդիայի նկատմամբ նկարտում, ասենք խելագարության կանխավոր իհարկե ամեն ինչ կարա տեղի ունենա։ Կարող ենք պայմանագիրը ստորագրելու ժամանակ, չգիտեմ, գրիչներով մարդիկ հարձակվեն իրար վրա, բայց ասենք այդ ասելը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է խաղաղության պայմանագիր չհամաձայնեցնի, համաձայնեցնելուց հետո 4 տարի աշխատելուց հետո այդ պայմանագիրը չստորագրի։ Իհարկե միշտ էդի կա, բայց այդպես միշտ կարելի է ամեն ինչ ասել։ Ամեն ինչ կարելի է տենց հերքել միշտ։ Եվ մի հարց էլի, ճշտող հարց է ուզում սպասել։ Հեռախոսազրույցից հետո Կրեմլը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին մեկնելու է եւ այդ միջոցառումներին է մասնակցելու։ Հայկական կողմը չի հաստատել, դուք տեղեկություն ունեք մասնակցելու է, թե ոչ եւ ինչով է պայմանավորված։ Ես չգիտեմ մասնակցելու է, թե չէ, անկեղծ չգիտեմ։ Մենք 300,000-ից ավել զոհ ենք ունեցել հայրենական մեծ պատերազմի ժամանակ եւ Հայաստանը ամենամեծ ներդրում անողներից մեկն է եղել այդ հաղթանակի համար։ Ես չգիտեմ վարչապետը ինչ որոշում կկայացնի, բայց այս բան անկեղծ տեղեկություն չունեմ, խոսեմ, իմանամ։ Պարոն Սիմոնյան, ճիշտ հասկացա, որ նոյեմբերի 9-ի այդ 9-րդ կետով, որտեղ ռուս սահմանապահները, այսպես ասած, պետք է դաշնային ծառայության Չպետք է, չկա տենց պետք է բառ, մի ասա այդ բանը։ Պետք է բառը որտեղ է, հələ մի հատ ասա պետք են որտեղ է գրած այդտեղ։ Պետք է։ Վերահսկողությունը դու հիմա քո խմբագիրը կարա քեզ վերահսկի ստեղ չլինելով հանդերձ։ Եթերը կարա նայի եւ վերահսկի, ճիշտ է։ Հա պայմանավորվածություն Երևանն ու Բաքուն Մոսկվային համոզել են, որ այդ կետու դուրս է գալիս ընդհանրապես։ Չկա տենց պայմանավորություն, բայց վերահսկողություն բառը պետք չի տանել եւ ամենավատ տարբերակով մեկնաբանել։ Երբ որ դա անում է, մեր նկատմամբ թշնամական
նկարտումներ ունեցող մեկը դա ուրիշ բան է, երբ որ դա անում է շահագրգիռ կողմը մեկը, բայց որ մենք հայերս ասում ենք, թե ասում է վերահսկողություն, ուրեմն պետք է գա 5000 հոգի մարդ կանգնի, գան ապրեն, դա էլ արտատարածքային միջանցք կլինի, Հայաստանը մեջտեղից հանգստացեք, հասկացանք բոլորս հասկացանք, էլ չլինի կանգնում են զոհերի թիվը 1000-ով ավելացնում են, որ ավելի ցավոտ մարդկանց լինի, 5000 զոհ, 5 եկա այդպես բան ասում։ Սպասի բասի արտահայտվեմ։ Չի կարելի իշխանացնել ու թույլ չտալ, որ ես արտահայտվեմ։ Դուք ասում եք վերահսկողություն բառ չկա, բայց կա։ Չէ, ընդհակառակը ես ասում եմ, ես ընդհակառակը հակառակն եմ ասում։ Ասում եմ վերահսկողությունը ձեր խմբագիրը կարող է իրականացնել ուղիղ եթերը նայելով եւ քեզ գրի, ասի Կարինե ջան, մի հատ էս հարցը տուր կամ Կարինե ջան, այս հարցը սենց մի տուր, դա վերահսկողությունն է, թե չէ, պարտադիր չէ, որ ինքը ստեղ կանգնած լինի եւ ամբողջ խմբագրակազմը ստեղ կանգնած լինի։ Հա, մի հատ տեսախցիկ կդնենք մուտքից առաջ, պայմանական հայկական բաները կանցնեն, հարկերը կվճարեն, ճանապարհը եւ պայմանական վերացական բան եմ ասում, չբռնենք մատի էս Ալեն Սիմոնյանը ակամայից բացեց բոլոր պլանը։ Պայմանական, եթե իրանց պետք է ուզում են մի հատ տեսախցիկով նայեն, տեսնեն այդ նոյեմբերի 9-ի պայմանավորությունը նորմալ է, այդ վերջը այդ միջանցքը տեղի իրանց պատկերացված միջանցքը, հա, տեղի ունեցավ թե տեղի չունեցավ, կարող նույնիսկ գրավոր ուղարկենք։ Գրենք, որ ամեն ամիս մի հատ գրավորով վերահսկողություն թող իրականացնեն։ Գրավոր կուղարկենք, ասենք այս ամիս նորմալ էր, ոչ մի ինցիդենտ տեղի չունեցավ եւ դրա վարչապետ ու նախագահի, չէ, ախր իրանց նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը դրա հետ կապված հանձնարարական է տվել իրանց բաներին, իրանց մարմիններին, բայց մեր ընդդիմադիրները եւ իրանց հետևող լրագրողները սենց եկան, չէ, իրանք պետք է չի կարելի տենց մի քառակուսի ձևով մենակ այս բանը ներկայացնել, էլի։ Գնամ։ Իրենք համաձայն են հեռավարին։ Դրսի ինձ մեկ է ինքը համաձայնա, թե համաձայն չի, ես ուրիշ բան չեմ պայմանավորվել։ Ես չեմ պայմանավորվել, որ միջանցք կալնելու, ես չեմ պայմանավորվել, որ միջանցք բառը լինելու, որ ինչ որ կոնկրետ զորականակա լինելու Այս բան կա այնտեղ, Լաչինի եւ Ղարաբաղի պարագայում կա, որ այնտեղ կա այդ նույն փաստաթղթի մեջ, եթե դա է եղել իմաստը, բախի էնի չեն գրել, որովհետեւ նման բան չի եղել։